Վանաձայնը, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ սիրելիներ, ձեզի հետ են Սերլին և Ներսեսը Վանաձայնի եթերով և թիմադեդրի էջով ներկայացնելու համար հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Կսանմեգեն 27 ապրիլին 23.5 հրանտին կետրոնին մեջ դեղի պիտի ունենա հիշադակի շաբթվան ցերնարկներ, նվիրված Ագոս շաբաթաթերթի հիմնադիր Հրանտինքի մտավոր ժառանգության և հայոց ցեղասպանության ընթացքին նահատակված հայ մտավորականներու հիշադակին։ Ցերնարկները ներշնչված են Դինքի 1996-ին Ագոսի մեջ հրաբարակված 23.5 ապրիլ հոդվածեն։ Շաբթվան ընթացքին փոքրերու համար գազմագերբված են սեմինարներ, համերգներ եւ այլ ցերնարկներ։ Հadoop ծրագիրներն են հիշողության վահանակի հիշադակ մեր նահատակներուն, Հրանտինքի ցանկն ու բայկարը, ապրիլ 24-ի հետքերով հիշադակելի քայլերթ եւ Գոմիդաս Վարդապետի երաժշտական ներկայացում։ News AM-ին հետ հարցազրույցի ընթացքին աշխարհահռչակ սերբ բեմադրիչ եւ երաժիշտ Էմիր Գուստուրիցը ասավ, որ անոր շատ մեծ գումարներ առաջարկված են, որբեսի հայերու թեմ ֆիլմեր նկարե, սակայն անմերժած է։ Ես կսիրեմ ձեր երկիրը։ Ինձի բազմիցս մեծ գումարներ առաջարկած են, որբեսի ձեր թեմ ֆիլմեր նկարահանեմ, բայց ես մերժած եմ, որովհետեւ գիտեի, որ Սերբիո մայրաքաղաք Բելգրադի մեջ ապրող բնակչության զգալի մասը հայեր են, եւ չէին գիտեր այդ մասին։ Բազմաթիվ հայեր մաս կգազմեն մեր ազգին։ Ես գիտեմ, թե որքան դարաբաց են, ինչ մեծ ցեղասպանություն կատարված է հայ ժողովրդին հանդեպ։ Ես իսկապես շատ ցերտ հարաբերություններ ունիմ ձեր արվեստագետներուն, քրողներուն եւ բոլոր անոնց հետ, որոնք ձեր փոքր ազգը կմեծնեն աշխարհի մեջ, ըսավ Գուստուրիցը։ Թուրքիո Բուրսա քաղաքի Ելդերեմ շրջանի Սեպտաշտ թաղամասին մեջ փլուզման եզրին գտնվող 300 դարվա հայկական եկեղեցին վերանորոգվեցավ։ Սակայն Ելդերեմի շրջանային ղեկավարությունը հայտնեց, որ եկեղեցին վերականգնվեցավ ոչ թե իբրև հայկական եկեղեցի վերաբացվելու, այլ իբրև մշակութային կենտրոն ծառայելու նպատակով։ Նշենք, որ եկեղեցին զուգահեռ պիտի վերանորոգվի հարակից տարածքի մեջ գտնվող եւ անցյալին Թուրքիո երեխաներու պաշտպանության գազམ་ագերբության կողմէ օգտագործվող շենքը, որ մաս կգազմե մշակութային կենտրոնին։ Մամլո հետ հարցազրույցի ընթացքին հայ հեղափոխական դաշնակցության անդամ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան Փաշինյանի Բաքուի ներկայացուցած նոր առաջարկին խաղաղության պայմանագիրի եւ Մինսկի խումբի լուծման փաստաթուղթի ստորագրության անդրադառնալով նշեց. Եթե Մինսկի խումբը անօգուտ կառույց է, ինչու Նիկոլ Փաշինյան առաջինը ինք հանդես եկավ զայն լուծելու համար։ Ինչու այդ մասին սկսավ խոսել այն ադեն, երբ այդ պահանջը հնչեց Բաքուին։ Փաշինյանի կառավարությունը կգադարե Ադրբեջանի պահանջները։ Հիմա հարցը այն է, թե Ադրբեջան կպահանջի մեկ անգամեն բոլոր պահանջներու բավարարում, թե այդ պահանջները փուլ առ փուլ կներկայացնե եւ կհասնի անոնց փուլային բավարարման։ Անտալիո մեջ Բայրամովի հայտարարության անդրադառնալով, թե իրեն համար զարմանալի է, որ Հայաստան կգարձե Ադրբեջանի սահմանադրությունը պահանջներ կբարունակե, բայց չի բարձրացաներ։ Խաչատրյան ասավ. ակնհայտ է, որ Միրզոյան Անտալիո մեջ հայտարարվեցավ։ Բայրամով ըստ էության Միրզոյանին ասավ, եթե դղամարդ ես, բահանջ է։ Հայաստանի մեջ 16 ապրիլը հռչակված է ոստիկանության օր։
Այդ օրվան առիթով Հայաստանի ներքին գործոց նախարար Արփինե Սարգսյան, դեղագալները, ներքին գործոց նախարարության եւ ոստիկանության ղեկավար գազմը, Ձաղգեբսակ եւ Ձաղիկներ զեդեղեցին Հայաստանի առաջին հանրապետության ներքին գործոց նախարար Արամ Մանուկյանի գիսանտրիին եւ իրավագարքի զինվորի հուշարձանին։ Թուրքիո պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Ակար հայտարարեց, որ Բաքուի եւ Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը կհամապատասխանե տարածաշրջանի բոլոր երկիրներու շահերուն։ Խաղաղության համաձայնագիրը շահավետ կլա Հարավային Կովկասի բոլոր երկիրներուն համար։ Թուրքիան գաչակցի այս գծով ձեռնարկվող քայլերուն։ Ակար հայտնեց, որ Ղարաբաղի հաղթանակը դարձած է համերաշխության խորհրդանիշ ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիո, այլև ամբողջ թուրքական աշխարհին համար։ Ակար նաեւ նշեց, որ Ադրբեջանի եւ Թուրքիո միացյալ բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև գաչակցի հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության անկախության, ըսավ Ակար։ Ինչպես որ ըսավ Ալիև, մենք ոչ թե մեկ ազգ երկու պետություն ենք, այլ մեկ ազգ եւ երեք պետություն։ Մենք մեկ ազգ եւ մեկ բանակ ենք։ Միասնական բանակի ստեղծման գործընթացը կշարունակվի։ Ադրբեջան եւ Թուրքիա պետք է միասին աշխատին պաշտպանության ծիրին մեջ։ Անոր պայմանը միացյալ զորավարժություններն են, հայտնեց Ակար։ Երևանի ազատության հրապարակին վրա արցախցիներու հետ ունեցած իր հանդիպումեն յետք Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նիկոլա Պե հայտնեց, որ Ադրբեջան ավելի է, քան բռնակրավող։ Անոր զոհը արցախցին է։ 1915-ի ցեղասպանությունը կշարունակվի։ Պատգամավորը ավելցուց ասելով, որ Ադրբեջանի բռնակրավման հիմնական զոհը Արցախի հայությունն է։ Մենք Հայաստանի մեջ այցելություններ կկատարենք, որովհետեւ մոդեն ծանոթանանք իրավիճակին։ Մենք այստեղ ենք, որովհետեւ կտեսնենք, թե որքան կմոդենա խաղաղության պայմանագիրի ստորագրությունը։ Ադրբեջան համաձայնագիրի մեջ կներառե նոր գեդեր եւ նոր պահանջներ։ 16 ապրիլին Հայաստանի արտաքին գործոս նախարար Արարատ Միրզոյան ազգային ժողովի ամբիոնեն հայտարարեց հետևյալը. Փաստ է, որ Արցախի հայության բռնի դեղահանութենեն յետք եւ հատկապես անոր ինքնալուզարման մասին հանրազանոթ փաստաթուղթի հրճագումեն յետք այդ օրագարկը այլևս չի կրնա շարունակվիլ այն բարձ պատճառով, որ այնտեղ մարդ չաբրիր, հայություն չկա, որուն իրավունքներուն մասին խոսինք։ Պատմական գիտություններու տեխնազու Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարեն Խանլարի Հայաստանի արտաքին գործոս նախարարի հայտարարության պատասխանելով ընկերային ցանցերու մեջ գրեց. Իսկապես լուրջ, արդյոք այսպես կլուծվին տարածքային ինքնորոշման, ինքնիշխանության եւ մարդու իրավունքներու հարցերն ու վեճերը աշխարհի մեջ։ Եթե Միրզոյանական այս ձանձաղ ու հիմար դրամապանությամբ առաջնորդվեին մյուս պետությունները, արդեն շադոնց բարձից ծոցի անմարտապնակ 3 կղզիները կամ ընդամենը 37 բնակիչ ունեցող դոկտո զույգ կղզիները Իրանի եւ Հարավային Կորեայի միջոցով նվիրված պիտի լայն Արաբական Միացյալ Էմիրություններուն կամ Ճապոնին։ Թեր չեմ խոսիր հնդիկներն բռնի բարբված ազատ Քաշմիրի մասին։ Արարատ Միրզոյան իբրև այսպես կոչված գլխավոր դիվանագետ իրապես այսքան ձանձաղ ու հիմար եղանակով կդրամապանե առհասարակ թե մարդիկը ձանձաղ ու հիմար կպատկերացնե։ Միրզոյանական այս դրամապանությունը գարտարացնե եւ կնվիրականացնե դեղահանությունը եւ ցեղասպանական այլ գործողությունները։ Իբրև տարածքային, ինքնորոշման, ինքնիշխանության եւ մարդու իրավունքներու հարցերու ու վեճերու բռնի լուծման ավելի ստույգ վերացման արդյունավետ ցև։ Ընկերային ցանցերու վրա գրած է Գարեն Խանլարի։ Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան հարցազրույցի ընթացքին հայտնեց, որ ազգային ուժերու թեմ Հայաստանի իշխանություններու հարձակումները պետք է փնտրել Բաքուի եւ Անկարայի հետ քաղնի բանակցություններուն մեջ։ Քրիստինե Վարդանյան նշեց, որ հայ հեղափոխական դաշնակցության քննադատողը Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, որովհետև ան նաև հայ-թուրքական հարաբերություններու ղեկավարման հատուկ միջնորդն է, ըստ երևույթին քլիջի հետ հանդիպումներու ընթացքին կքննարկեն հայ հեղափոխական դաշնակցության մասին։ Ռուբինյան հավանաբար
մեր գուսակցության թեմ բայկարելու հրահանգներ կստանա։ Մեր թեմ գխոսի նաև Հայաստանի արտաքին գործոս նախարարության ղեկավարը, որ մեր գուսակցության մասին գխոսի Ադրբեջանի փառաբաշարով։ Ինչ խնդիր կլուծեն։ Այդ առնչություն ունի Փաշինյանի եւ Ալիևի միջև համաձայնության գետին թեմ, ընդ որում պետք է բայկար մղել այսպես կոչված խաղաղության օրագարկի թեմ բայկարողներուն թեմ։ Հայաստանի մեջ բայկար կմղվի եկեղեցվո, հայ հեղափոխական դաշնակցության եւ ազգային արժեքներու համար բայկարող անհատներու թեմ։ Պատգամավորը ընդգծեց, որ եթե մենք թեմ ըլլայինք անկախության, ինչպես հռչակած ենք առաջին հանրապետությունը, ոչ ոք կհայտնե, թե սխալներ չենք եղած, բայց ոչ ոք կրնահերկել մեր գուսակցության լուման։ Քանի քառակուսի կիլոմետր էր առաջին հանրապետության տարածքը մինչև հայ հեղափոխական դաշնակցության իշխանության քալը։ Ինչ պաշտոն գվարե հիմա Ռուպինյանը, եթե չլար առաջին հանրապետությունը։ Մենք գիտենք պատմության դասերը, ուստի գխոսենք Հայաստանի հարցին շուրջ Թուրքիո նպատակներուն մասին։ Քրիստինե Վարդանյան գրկնեց ասելով, որ Թուրքիա եւ Ադրբեջան Հայաստանի իշխանություններուն թիմած բանջ ներկայացուցած են բայկարելու երկրի մեջ ազգային ուժերու թեմ, ինչ որ այսօր դեղի կունենա։ Վարդանյան ավելցուց ասելով, որ հայ հեղափոխական դաշնակցության հասցեին իշխանություններու բոլոր հայտարարությունները ուղղված են հասարակության մոլորեցնելու Հայաստանի ներկա իշխանությունը ազգային ուժերու մեջ կտեսնե իր իշխանության թեմ ուղղված սպառնալիքը։ Ներկայիս բանակցություններ կգադարվին Երևանի ընելիքներուն շուրջ միջանցք անդեղի վճարումներ ադրբեջանցիներու բնակեցման Հայաստանի մեջ։ Վարդանյան մատնանշեց, որ իշխանությունները գուրանան հայոց ցեղասպանությունը եւ կհրաժարին որևէ ցերնար կազմակերպել։ Պատգամավորը եզրափակեց. մենք կսենք, որ Երևան պետք է վարե արդյունավետ բանակցություններ, որոնց մեջ պետք է արտացոլվի Հայաստանի շահերը։ Արցախցիներու իրավունքներու պաշտպանության խորհուրդը դեղեկացուց, որ Արցախցիներու իրավունքներու պաշտպանության խորհրդի գարկ ներկայացուցիչներ 17 ապրիլին դեսակցած են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Անոնք քննարկած են խորհրդի կատարած աշխատանքները եւ հրաբարակված օրագարկին շուրջ գործակցության հնարավորությունները։ Խորհրդի անդամները հետաքրքրված են Արցախի իշխանություններու դիրքորոշումներով եւ ծրագիրներով, կարևոր նկատելով չանքերու ներդաշնակման անհրաժեշտությունը։ Իրանակետ Վարդան Օսկանյան թիմադեդրի իր էջին մեջ գրած է. Եթե մենք իբրև ազգ եւ պետություն չենք ուզեր բայկարել Արցախի համար, ապա պիտի բայկարենք եւ արդեն իսկ բայկարը սկսած ենք Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Դավուշի եւ նույնիսկ Երևանի համար։ Բաքուի պարպարոսական վարչախումբի եւ Էրդողանական Թուրքիո համար մեծ հաշիվով չկան առանցին Արցախցի, Սյունիքի, Վայոց Ձորի եւ այլ խնդիրներ։ Գան Հայաստանի հարց։ Արցախի բռնակրավումը եւ հայության ցեղային զդումը ցավալիորեն փաստեց այդ ճշմարտությունը, որովհետեւ եթե Արցախի հարցը փակված կնկատենք, ապա անգեյետ ցավալաբաշ տշնամին բացած է Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Դավուշի հարցերը եւ ամբողջ Հայաստանի հիմնախնդիրը, որ գտի դարգվի Շինձու, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի հայեցագարքի կողինդակ։ Գրած է Վարդան Օսկանյան թիմադերի իր էջին վրա։ Հայկական աշխարհի լուրերով, վանացայինի եթերով եւ թիմադերի էջով ցեզի հետեին ներսեսը Սերլին եւ ցայնա հաղորդավար Հակոբը։ Մնացեք միշտ վանացայինի ունգընթիր։